Ողջույն սիրելիներս, ողջունում եմ ձեզ, ուրախ եմ, որ նորից միացել եք մեզ, մենք էլի ձեզ ողջունում ենք մեքենայի միջից։ Ողջույն բոլորին։ Այդպես է ստացվում սիրելիներս, ժամանակներն այդպիսին։ Գնում ենք ուր, իհարկե, խանութ, ու գնում ենք Բոլոր ճանապարհները տանում են դեպի Մերկադոնա։ Ապրես։ Գնում ենք խանութ Մերկադոնա, այսօր որոշել եմ պատրաստեմ տորտ Միկադո, երեք ասացի ձեզ, որ մուրավեյնիկի մշնաբույնի խմորն եմ անում, արեցի արդեն սարսախցիկումը, Միկադոյի լիստերը կանեմ, այսօր պատրաստ կլինի, դրա համար գնումներ եմ պետք անել ու որոշել եմ պասուս տոլմա պատրաստել։ Այդ խոսքով պասուս տոլմայի համար էլ հա պետքա ոսպը ունեի, լոբի, սիսեր, նման բաներ։ Այդ խոսքով գնումներ կա անելու, դրա համար գնում ենք Մերկադոնա, իհարկե առաջինը։ Հետո կտեսնենք արդեն ուր կգնանք։ Սիրելիներս, իսկ եթե հարցնում եք մեր եղանակից, ասեմ ձեզ, որ Ավելի լավ է չհարցնեք։ Ասեմ ձեզ, որ շատ վատ եղանակ է։ Երեք տեսակ արևի մի սիրած եղանակ, այս թվում է բոլորի սիրած եղանակն է։ Այսօր գիշերվանից անձրև եկավ, հիմա էլ անձրև էր գալիս, նոր է կտրվել, մռայլ, վատ եղանակ։ Բայց ինչ արած, եղանակն է, թող միայն եղանակը վատը լինի, ամեն ինչ լավ լինի բոլորիս մոտ։ Սիրելիներս, պատկերացնում եմ բոլորդ խառն եք այս օրերին, ինչպես որ բոլորս իհարկե խառն ենք, կապ չունի, մենք Հայաստանում ենք ապրում, թե չէ, հայկական նոր տարի ենք գանում, Բոլորս մոտ է խառը վիճակը։ Հա։ Խոսքով միասին գնանք Մերկադոնա, ասածս էդ էր։ Ասանք արդեն։ Երեք շաբաթ, կիրակի է, եղել շաբաթ։ Այսօր երկուշաբթի է ու երեք փակ ա եղել այսինքն։ Հետաքրքիր էր, որ սննդի կետերը փակ էր, մեծ սուպերմարկետներ էլ, իրանց իսպանական, բայց հագուստի մոլա, առևտրի կենտրոնները բաց էր բոլորը։ Շլագբաունը չփակել են։ Ես ասի էլի բաց է։ Ինչն է անցկացնում։ Պետք է չէ չանցկացնի։ Չանում։ Սխմի, ոչ թե այդ տիկետը անցկացներ։ Անգամ թուղթ վեկալել է, չի բացում, փակել է, չհամբերեց ոչ։ Ահա։ Հիմա պետք է հետ գնանք։ Ու մեզանից հետո նրան բացեց, լավ պրծանք։ Retire el tiquet, si us plau. Retire el tiquet, por favor. Gràcies. Pot passar. Gràcies, որ բացած մտանք։ Ու ինչպես միշտ Մերկադոնան լիքը։ Ինչպես միշտ մենք իջնում ենք ներքև, տեսնենք այսօր էլ է տենց կատարվում, այսօր մի քիչ լավ է, չէ, շաբաթ ավելի վատ վիճակ էր, այսօր լավ է, լավ է, հանգիստ է, այդքան է բարդ չկա, չէ, ոնց որ Հա Ալյուր, արի մի հատ վերցնենք ամենայն դեպս Թոլինի Հենց ես է պաստանիցը կվերցնենք, երկու հատ Մենք է լոբի Բաց էլի վերցնենք Հա Չի լխկի է տրապին Շատ պինդ է, պետք է լքնի Միշտ Դա ավարի փորձենք Այս անգամ մեկ բացով վերցնենք Ուրիշ
Ուրիշ սիսերը վերցրեցինք, լոբին վերցրեցինք, ոսպը ունեմ, աճարը ունեմ, ուրիշ երևի բան պետք չի։ Հիմա գնանք ուրիշ բաժին։ Շլավազով այսքան տարածքը։ Մեսի ջրերի բաժնից ոչինչ պետք։ Ոչինչ պետք չի։ Յոթի ջրերի բաժնից էլ։ Ու սենց գնում ենք ազատ։ Ինձ խտացրած կան, հա պետք երկու հատ կվերցնեմ։ Եփած խտացրած կաթ հա։ Մեզ այսպիսի բաներ պետք չեն դեռ։ Համորը որից էինք օգտագործում։ Այս սրանից, չէ՞։ Մեկ, մի հատ է վերցնենք ամեն դեպքում։ Այսի չէ, այսի շուտահալում շոտ։ Այստեղ տարբեր խմորներ կան։ Երևի։ Այսքան բան արդեն հավաքել ենք, ինչը որ պետք է մեզ։ Գնացինք։ Մենք մեր գնումները կատարեցինք Մերկադոնայից ու գնում ենք տուն։ Վերջապես։ Չէ, արագ կատարեցինք, էլ որոշեցինք ուրիշ խանութ չգնանք, վաղը կգնանք։ Վաղ։ Սաղ չխառնենք, մեկը մեկի հետ չխառնենք։ Ահագին գործ ունեմ մանելու, գնացինք տուն։ Ժողովուրդ, մենք մեր խոսքի դեր չէինք։ Կողքով անցնում էինք, որոշեցինք, որ խոզի միսը էստեղից ենք առնում վզի միս։ Մենք լիդել էլ մտանք ժողովուրդ։ Մեզ թվում է, թե աշխարհի վերջն է, պակասելի է ամեն ինչ։ Աշխարհի վերջը չի։ Այս տարի ես որոշել եմ միանգամից գնումներ չկատարեմ, քիչ։ Հաղթանի համար առանձին, խմորեղենի համար Բայց ասա, առանձին։ որ մեր հայկական գենը պահպանվում է։ Ուրել որ լինենք։ Մեզ Խոզի միս թվում ենք է, էստեղից առնում ու այս տարի որոշել ենք ասացի չէ, միասին կպատրաստենք, խոզի միսը իմ ծնունդին պատրաստել ենք շատ համով էր եղել։ էլի ես եմ պատրաստում։ Հա, ամուսինս է պատրաստել։ Դե ինչ տարբերություն ես թե դու։ Մենք Մարդու կինի մարմիլ։ այո, ընտանիքում պետքա ես չլինի, պետքա լինի մենք։ Հա, այս ինչ կուտա է։ Չէ, ասեք որ ես ճիշտ եմ ասում։ Եթե ընտանիքում ես մենակ եղավ, դա նորմալ չի արդեն։ Պետքա լինի մենք։ Դու իրավացի ես սիրելիս։ Տեսնում եք։ Մեր խոսքով ազածս ինչ է, մտնում ենք լիդել։ Դե ասում մեր կան երկար։ Գնացինք։ Այսը հիմնականում բերում են նոր տարվա ժամանակ։ Այս տեսականին։ Վերցրեցի, այս մսի համար ենք եկել շատը։
Երեխեքյան տուն վերադարձանք արդեն, մտանք Լիտեսակ արդեն Մերկադոնը, Լիդլը ընդամենը մի միսն ենք առել, մենակ խոզի միսն ենք առել ու վերջ։ Հիմա մոտավոր տեսակ ինչ ենք առել, բայց ամեն դեպքում կիսվեմ ընդհանուր, թե ինչ գնեցինք, ասեցի չէ, Պասուս Տոլմայի համար, այնտեղ տորտ եմ ուզում, միկադո եմ ուզում պատրաստեմ, մի խոսքով ինչ որ հարկավոր էր խմորեղեն եւ Պասուս Տոլմայի պատրաստելու համար, դա գնեցինք միայն։ Հիմա ցույց տամ։ Այսպես մոտավոր շարել եմ։ Այստեղ առաջին անգամ եմ այսենց պատրաստի լոբիով պատրաստում, միշտ առել եմ, թրջել եմ, մեփել եմ, այսօր որոշեցի այսպես էս պատրաստիները ասում են լավ է ստացվում։ Լոբին, սիսերը էլի այսպես վանկաներով պատրաստել եմ, բայց լոբին չէ, Պասուս Տոլման, էլի Պասուս Տոլմայի մասին է խոսքը։ Խոսքով սիսեր եմ գնել, ամեն դեպքում 2 եմ գնել, որ քիչ չլինի։ Այստեղ կարակ եմ գնել կրեմի համար, մի խոսքով մի անգամից շատ գնել եմ, որ քչություն չանի։ Ձու, իհարկե, խմոր եմ գնել պատրաստի, սլայոնի խմորա, շերտավոր խմորա, կարողա փախլավա պատրաստել, ամեն դեպքում պետք է լինում տանը, սա եմ գնել 2 տուփ։ Այստեղ ինչ են գնել, այս կայլկամ, խմորեղենի համար մոռացա անունը ժողովուրդ, վերջը այս թղթից մոռացա։ Սա այստեղ աղբի համար նախատեսված տոպրակ եմ գնել, այստեղ այսպիսի տոմատ եմ գնել, Պասուս Տոլմայի համար է պետք, սա մեր հայկականին ավելի շատ նման է, երեք մոռացել եմ, գնացել ենք հայկական խանութ ու մոռացա, որ տոմատ գնեմ մեր, սա նման է, ինքը փոքրիկ է, 4 հատ համենայն դեպս գնեցի, տունը ավելի լավ մի հատ ավելինի կամ պակասի։ Այս այլուրից եմ գնել մի հատ, չնայած ունեի, բայց ամեն դեպքում համենայն դեպս չէ, միշտ ասում ենք սա, եփած խտացրած կաթ, մի անգամ այս խտացրած կաթով չեմ հիշում ինչ եմ պատրաստել, գրում ասում եմ եփած խտացրած կաթ, մի բաժանորդ հետևորդ գրել էր նութելայա, խտացրած կաթ չի, չէ սիրելիս, խտացրած կաթա եփած խտացրած կաթասա ու բավականին հաջող է։ Սա կրեմների համար, այստեղ մի հատ էլ կարակ մնացել, այսօր խանութում հիշեցի, որ ամանորյա անձեռոցիկ չեմ առել, հենց որոշեցինք ես էլ առնեմ, ես էլ գնենք, չընկնեմ ես կոմենքում, սա էլ հենց գնեմ, այստեղ ինչ, արևածաղկի ծետ, լուսայուղ այսինքն, այստեղ սպունգ ամանների, մեկ էլ այսպիսի պլաստիկ է իհարկե, պլաստիկ է տարաներ, այս չապն է, այս վրային ենքան տգեղ գույնը, հինը ավելի լավն էր, ինչ են փոխում չգիտեմ, այս չապը, պետք է գալիս, այսքանն էին Մերկադոնայի մեր գնումները, Լիդլից էլ, ինչպես ասեցի, այս միստ ենք գնել, այս տարի սա ենք, որպես բուժինինայի նման պատրաստելու, հուսով եմ միասին կպատրաստենք, դուք էլ կտեսնեք, այսքանը, սիրելիներս այսքանն էին մեր գնումները առայժմ, ես անցնեմ սա տեղավորեմ, անցնեմ գործի, ընթացքում երևի նորից կմիանամ ձեզ։ Սիրելիներս այստեղ որոշեցի պատրաստել միկադո, հիմա կներկայացնեմ ինչ եմ ավելացնելու, պատրաստելու եմ դասական միկադո, այսինքն շերտերը առանց կակաոյի, դասական միկադոն առանց կակաոյի է շերտերը, հիմա ներկայացնեմ ինչ եմ ավելացնելու, կպատրաստեմ, հետո նորից կմիանամ ձեզ, այստեղ նախապես արդեն մաղել եմ, հարկավոր է լինելու 400-ից մինչև 500 գրամ ալյուր, այստեղ ինձ մոտ 500 գրամ է համենայն դեպս այդքան մաղել եմ, 100-110 գրամ այստեղ կարակ է, 1 ձու,
Վանիլին եմ օգտագործելու մի փոքր, կարող եք նաև վանիլային շաքար օգտագործել, 100 գրամ շաքարավազ, 1 թեյի գդալ սոդա և թթվասեր 150 գրամ։ Երևի սա միակ խմորեղեններից է, որ սոդան կավելացնեմ թթվասերի մեջ, որպեսզի կավելացնեմ մի փոքր կթողնեմ, որպեսզի ռեակցիայի մեջ մտնի։ Երևի միակ, ասեմ, խմորեղենից է, որ թթվասեր ավելացնում եմ, ոչ թե սոդան ավելացնում եմ ոչ թե չոր բաղադրիչներին, այլ թթվասերի մեջ։ Հիմա ես ամբողջը անեմ, հարեմ, ալյուրը իհարկե քիչ-քիչ եմ ավելացնելու, ստացվելու է փափուկ, բայց ձեռքերին չկպչող խմոր։ Կավելացնեմ, նորից կհանդիպենք սիրելիներս։ Ահա ժողովուրդ ջան, պատրաստեցի 8 հատ կունդ եմ ստացել, այսպիսին փափուկ, բայց ձեռքերին չկպչող խմոր եմ ստացել։ Հիմա բացում եմ իմ 500 գրամ ալյուրից, այսքան մնաց մոտավորապես 100 գրամ։ Խմորի մեջ 400 գրամ օգտագործեցի, սա էլ արդեն բացելու համար կպահեմ, կբացեմ ինչքան հնարավոր է, հնարավորինս բարակ ու հերթով կթխվեմ, շատ արագ է թխվում մեկը մյուսի հետևից, ես որոշել եմ բացեմ կլոր։ Շատ տեսնենք, չգիտեմ ինչի կլոր եմ ուզում այսօր տորտը լինի, խմորեղենը մի խոսքով թխեմ վերջացնեմ, շերտերը թխեմ, կրեմը կարող եմ վաղն էլ կսել։ Ասեմ իջել շերտերի բացելը, ջեռոցը արդեն տաքացնում եմ 200 աստիճան, մոտավորապես 190-ից 200 աստիճան, մասը հերթով կբացեմ, ասացի ինչքան հնարավոր է բարակ ու կուղարկեմ ջեռոց թխվելու։ Ահա առաջին գունդը արդեն բացել եմ, այստեղ պատարագաղով մի փոքր ծակծկել եմ, որպեսզի շատ չբարձրանա։ Հիմա սա ուղարկում եմ արդեն ջեռոց, մյուսները հերթականությամբ բացելով։ Կրկին անգամ ողջույն սիրելիներս։ Մենք նորից ճանապարհին ենք, բայց մի վախեցեք, այսօր խանութ չենք գնում, չէ։ Գնում ենք, այսօր գնում եմ գեղեցկանալու։ Գնում եմ մազերս ներկեմ, ֆենեմ, եղունգներս, վերջապես ես գույնը փոխեմ, ճիշտ է, նոր քսած ժամանակ ես մուկը դուրս գալիս է, բայց մի շաբաթ հետո արդեն ձանձրանում եմ, ուզում եմ փոխեմ։ Բայց գույնից չեմ ձանձրանում շուտ, բայց մուկը ձանձրացնում է։ Մի խոսքով այսօր այդ օրն է արդեն, պատրաստվում ենք, մեզ մոտ ամսի 30-ն է, հիշեցնեմ, ամսաթիվը երբ է, բնականաբար այսօր խառը օրն է, բոլորիս մոտ ամենախառը օրն է, ձեր մոտ էլ է խառը օրը, բայց մի բան էլ որ պակաս լինի, ոչինչ, հաստատ նոր տարին գալու է։ Մի խոսքով որոշել էի առանց, այսօր դուրս է եկել, որ առանց ամուսնուս գնացքով գնայի Բարսելոնա, էներ չստացվեց, ոչինչ չի ստացվում։ էներ չստացվեց ժողովուրդ, գնացքը չկար, ուշացավ, 40 րոպե պետք է ուշ գար, ես էլ պայմանավորված է, այսօր գիտեք, որ ժամ մարդիկ պայմանավորված են, չուզեց աղջկան, չէի կարա հետ գցեի գործից։ Մի խոսքով գնամ Վարշավիրանոց, մազերս ներկեմ, ֆենեմ, հետո գնամ մատնահարդարի մոտ ու վերադառնամ տուն։ Երեք առանց ձեզ ես Միկադոյի լիստերը պատրաստեցի, Պասուստոլման առանց ձեզ պատրաստեցի, որովհետև բավականին ուշ էր արդեն, ժամը վերջացրել եմ 2-ին։ Արդեն բավականին ուշ էր, բայց ցույց կտամ, թե ինչպես է ստացվել։ Դա գոնե ցույց կտամ։ Այսօրվա մեր առայժմ պլաններն են, հա, ես պետք է գնամ, մենակ լիստերն եմ պատրաստել Միկադոյի, գնամ կրեմը պատրաստեմ, քսեմ, Միկադոն պատրաստ է, մուրավեյնիկը պատրաստեմ ու որոշել եմ էկլեր պատրաստեմ, տեսնեմ ինչքանով կհասցնեմ այսօր։ Իսկ վաղը աղցաններ ու վերջ։ Նոր տարին կարող է գալ։ Այս հրաշքի եղանակն է ձեզ ցույց տամ այսօր։ Տեսեք, կապույտ երկինք, արևը, այդքան հաճելի ջերմացնում արևը։ Սուրճ չի, քանի աստիճան է։ 14, ժամը մեզ մոտ 1-ն է, 14 աստիճան է արդեն։ Մի 2 աստիճան է երևի
բայց որ արևի տակ չես լինում, քամի է մի փոքր, սառնոտ է իհարկե։ Գիշերը այնքան մառախուղ էր ու լավ ցուրտ էր գիշերը, սառնոտ էր լավ։ Հիմա չէ, արևը որ կա, արդեն լավ ջերմացնում է։ Մեր խոսքով գնացինք մեր գործերին, դուք եք ձեր գործերին ու կհանդիպենք։ Ժողովուրդ ջան, երևի սա կլինի մեր այս տարվա վերջին վլոգը, չնայած ես առանձին ձեզ շնորհավորելու եմ անպայման իմ հետևորդներին, իմ բաժանորդներին, իմ ընկերներին ես անպայման շնորհավորելու եմ։ Բայց որպես վլոգ, սա կլինի երևի մեր վերջին վլոգը ու ուզում եմ, որ այդ առիթով եւս մեկ անգամ բոլորիցս շնորհակալություն հայտնել, որ ամբողջ մի տարի ու ոմանք մեկ տարի, մեկ ամիս, 2 տարի ոմանք եղաք մեզ հետ, գեղեցիկ մեկնաբանություններ գրեցիք, լայքեցիք, դիտեցիք, անչափ շնորհակալ եմ բոլորիցդ։ Շնորհակալ եմ եւ բացիկներ եմ ուղարկում բոլորիդ։ Սիրելիներս տուն եմ վերադարձել արդեն, գնացի Վարշավիրանոց, մատերից համար գնացի, գույնը փոխեցի, մի փոքր տոնական եմ արել այս անգամ։ Մի խոսքով, երևի այսօրվա վլոգը կվերջացնեմ այսպես, չգիտեմ, խառը վլոգ ստացվեց, ինչպես որ մեր օրն է խառը, այսքանի օրը, այդպես է վլոգը ստացվեց։ Հիմա արդեն գնամ մազերս հավաքեմ, մտնեմ խոհանոց, ինչ եմ անում, կրեմն եմ սարքում քսեմիկադոյի, մուրավեյնիկը, մրջնաբույնը պատրաստեմ, երևի այսօր այսքանը, ինչքան որ կհասցնեմ։ Մի խոսքով ձեզ հրաժեշտ եմ տալիս, ինչպես միշտ ձեզ ասելով, մնացեք բարյավ և խաղաղ ու պաչիկներ բոլորիդ։